Ինչպես։ Մայր կրյան ձվադրելուց հետո հոգ չի տանում իր ձագերի մասին։ Որպեսզի ավելի լավ բարձ լինի, կուզես դրանից առաջվա տեքստն էլ կարդա ու նոց այդ հարցը տուր։ Ես կարդացել եմ, որ բոլոր տեսակի ջրային կրյաները ձվադրելու շրջանում դուրս են գալիս ցամաք։ Էգ կրյան բարենպաստ վայր գտնելուց հետո փոսեր է փորում ավազի մեջ եւ ձվադրում 100-ից մինչեւ 200 ձու։ Այնուհետեւ ծածկում է դրանք ու թաթիկներով լավ հարթեցնում ավազը, թաքցնելով գիշատիչներից, իսկ ինքը նորից վերադառնում է ծով։ Ապրես հիմա հարց։ Ինչպես։ Մայր կրյան ձվադրելուց հետո հոգ չի տանում իր ձագուկների մասին։ Հիմա ավելի մի քիչ մանկական, հա՞։ Ինչպես։ Մայր կրյան ձվադրելուց հետո հոգ չի տանում իր ձագուկների մասին։ Շատ լավ, հա, հաջորդը ինչ է։ Երեխաներ հաճելի է ձեզ հետ զրուցելը, բայց արդեն ուշ է։ Հա, այս փակումն է արդեն իսկապես մի քիչ էս հոգնած, հա, հոգնած ձայնով։ Գնացինք։ Իսկապես տուն վերադառնալու ժամանակն է։ Իսկապես տուն վերադառնալու ժամանակն է։ Մի քիչ ափսոսանքով էլի որ շուտ վերջացավ։ Իսկապես տուն վերադառնալու ժամանակն է։ Հիմա ցտեսություն բեն։ Ցտեսություն բեն։ Իսկ ավելի ոնց է Ցտեսություն բեն։ Ահա որ իրան մոտ ես կանգնած։ Ցտեսություն բեն։ Ցտեսություն բեն։ Շատ լավ է։